Առաջի ելույթը կունենա ՀՀ անվտանգության մարտահրավերների վերաբերյալ ռազմական փորձագետ, ազատամարտիկ, պաշտոնատող գնդապետ, պարոն Հայկ Նահապետյանը։ Խնդրեմ պարոն Նահապետյան։ Շնորհակալություն, պայստազորի։ Պաշտոնատողը կլինի Սույն անձը ամսի 8-ին։ Մենք պայստազոր ենք։ Կարծում եմ կարևոր միջոցառում է, որտեղ նման քննարկումները վերջնարդյունքում բերելու են իրապես մարտահրավերների եւ սպառնալիքների արձանագրմանը, որը պետք է լուծումներ ստանա մոտ ժամանակներս եւ այսպես թեման պաշտպանական բարեփոխումներ, ինքնիշխանության ռիսկեր, սահմանային հարցեր, բայց պաշտպանական բարեփոխումները դա բարեփոխում բառը ճակերտների մեջ է, իրական բարեփոխումներ են, ինչ որ այսօր կատարվում է։ Եվ այսպես հաշվառելով ժամանակի սող լինել, ես ընդհանրապես կթվարկեմ, եթե հարցեր լինեն յուրաքանչյուր կետի վերաբերյալ, ասենք մեր լրագրողներին կամ մեր այս քննարկման մասնակցողներին կարող են բացել փակագծեր եւ այսպես։ Ուրեմն իրական բարեփոխումներ Առաջին զինված ուժերի անձնակազմի թվի 25%-ով կրճատում, ծառայության ժամկետի 24 ամիսը 18 դարձնելով։ Երկրորդ, բանակում սոցիալական անարդարության իրավական ամրագրում, վճարելով ազատվելու ժամկետային զինծառայությունից։ Երրորդ, զորավարությունների անցկացման միջազգային եւ տեղական մասշտաբներով բացակայություն, զորական վիճակ։ Բանակի մարտունակության կամ մարտունակ բանակի փոխարինումը պաշտպանունակ բանակով, այսինքն իրական չափորոշիչները փոխարինվելու են կենացներով։ Հինգերորդ, անձնակազմի բացել մարտական ոգին կամ բարոյական վիճակը փոխարինում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկության կամ եզրույթով։ Գործնականում բոլոր երկրների բանակները կախված օրակոչից բոլորը պրոֆեսիոնալ են։ Այսինքն այս միտքը պրոֆեսիոնալ բանակի դա դատարկախոսությունն է, ոչ պակաս։ Վերջերորդ, իբր տեխնիկա ունենալու փաստը կարելի է ստուգել փողոցից 60 անձի միջոցով, սրա վերաբերյալ Սույն անձներ հրապարակավասում են։ Այնինչ միջազգային տարբեր կառույցներից 8 միլիարդ դոլարի պարտքը ծախսվել է զինտեխնիկա գնելու համար։ Սա եւս Սույն անձն է ասում, երբ 2025-26 թվականների ռազմական բյուջեն նախորդ տարիների համեմատ Հայաստանում կրճատվում է։ Ի տարբերություն Ադրբեջանի ռազմական ծախսերը ապելանում են։ Բարձր աշխատավարձը պայմանագրերների թվի ավելացման միակ գրավականն է, առանց զինծառայողների կայուն սոցիալական փաթեթի ամրագրման, այսինքն այստեղ թիվ վերացնելու ոչ ավել եւ ոչ պակաս։ Ասեմ թե շատ կարևոր տեղեկատվական դիվերսիա կատարվել բանակում, ինչպես եկեղեցում, ինչպես ազգային անվտանգությունում, ինչպես ոստիկանությունում, ինչպես փրկարարծառայությունում չեն աշխատում, այնտեղ ծառայում են։ Ծառայությունը իր մեջ եւ հոգեբանական առումով եւ պետության կողմից վերցած պարտավորություններով եւ այլ խնդիրներ է լուծում։ Ի տարբերություն նա, որ այսօրվա մեր բանակում սպաները աշխատում են եւ ստանում են աշխատանքի վարձ եւ ոչ բավարարում։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Հատուկ պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում զորամասերում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները իրականացնում են ծառայություն եւ այդ փաստերը սովորական գործնականում քողարկվում են։ Այսինքն մեր երկրի զինված ուժերը աշճանաբար սահուն կերպով առանց բարձրաձայնելու բերվում են ՆԱՏՕ-ի ստանդարտների, որը ներառում է անձնակազմի կառավարումը, ուսուցումը, մարտավարությունը, կրծեր հրամանատարական կազմի սերժանտական ինստիտուտի ամրագրումը, զինամթերքը, զենքը եւ այլն։ Հիմա ինքնիշխանության ռիսկեր, մարտահրավերներ եւ սպառնալիքներ կան, որը հնարավոր է կոնկրետ ինքնիշխանությունը։ Իշխող քաղաքական խմբակի իրական Հայաստանը դա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կառավարվող կապիտուլացված երկրի եւ պատրանքների Հայաստանն է։ Ով է խաղաղության իրական երաշխավորը, խաղաղությունը իրական ճակերտների մեջ։ Փաստացի այսպես կոչված խաղաղության իրական երաշխավորը առաջնորդին Ադրբեջանի Իլհամ Ալիևն է եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իլհամ Ալիևի կողմից հնչած գնահատականները, այդ թվում 2025 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ենթադրում են Հայաստանի կողմից հետեւյալ պահանջների անվերապահ կատարում։
Հայաստանը պարտավորվում է ընդունել նոր սահմանադրություն, ապահովել ազգությամբ ադրբեջանցի 100,000 իբր փախստականների վերադարձ Հայաստանի Հանրապետություն, ապահովել նրանց անվտանգությունը, բնակարանային պայմանները եւ աշխատանքը։ Հաջորդ Ադրբեջանի վճարել նյութական փոխհատուցում, ռեպարացիա եւ ռազմական տուգանք, կոնկրետության։ Հաջորդ Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների նկատմամբ հարուցում քրեական գործեր եւ համաձայն Ադրբեջանի իրապահների կողմից տրված ցանկի որպես ռազմական հանցագործներ եւ արտահայտել Ադրբեջանի իրապահ մարմիններին, իսկ չհայտնաբերված անձանց նկատմամբ հատայել միջազգային հետախուզում։ Հաջորդ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով եւ իրավական ակտերով կրճատել ՀԶՈ թվակազմը եւ բյուջետ նախատեսված ռազմական ծախսերը։ Հաջորդ Ադրբեջանին հանձնել այսպես կոչված Թրամփի ճանապարհը, որը ոչ չէ, եթե ոչ միջանցք, օդային եւ ցամաքային ուղիներով, ընդ որում օդային միջանցքը հանձնվել է 4 տարի առաջ, որի մասին բացարձակապես որևէ տեղեկատվություն չի տարածվել։ Այդ առումով ուղղակի շնորհակալություն Ադրբեջանի նախագահին, որ օդային միջանցքը ընդհանրապես իրենք վերցրել են։ Հաջորդը իրավական եւ քարոզչական ոլորտում փակել ցեղասպանության թեման։ Ինչպես այսպես կոչված խաղաղություն ապագայի սպասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաստան երկրին իշխանության վերարտադրվելուց հետո, ես ասում եմ նաեւ այն հավանական սցենարները, որ վերարտադրելուց հետո իշխանությունները կատարելու են ոլորտները, քաղաքական եւ անվտանգային ոլորտներում։ Սա իմ գնահատականն է եւ ոչ միայն։ Սառեցնել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, իրականացնել Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների կողմ քաղաքական միավորների, կուսակցությունների ղեկավար անձանց հետապնդումներ, ձերբակալություններ եւ այդ կուսակցությունների գործունեության արգելում։ Խորհրդանական ընտրություններից հետո ընդունել ՀՀ նոր սահմանադրություն առանց ՀՀ անկախության հռչակագրի, Հայաստանի քաղաքական սուրբ եկեղեցու բացառիկության իրավունքի, ամենագրին միասեռական իրավունքները ճանաչել Հայաստանի Հանրապետություն որպես չեզոք պետություն։ Իսկ ակնհայտ է, չէ, եթե չեզոք պետություն իսկապես ճանաչվեց, ուղղակի Հայաստանը ավտոմատ կերպով դուրս է գալիս հապկից եւ խփում, որպեսզի խզել, չեղարկել 1992-95 թվականներին Հայաստան Ռուսաստանի միջև կնքված սահմանապահների եւ 102 ռազմաբազայի ներկայացած պայմանագրերը։ Եվ այսպես Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից։ Հայաստանը ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր։ Թուրքիայով հաստատել դիպլոմատական հարաբերություններ, բացել թուրքական սահմանը, կատարել գործնական քայլեր Եվրամիության անդամակցության համար։ Նոր սահմանության ընդունումից հետո չեզոք պետության կարգավիճակ ունեցող Հայաստանը դուրս բերել հապկից չեղարկելով սրա մասին արդեն ասեցի, կատարել առաջարկ անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Հայաստանի զինված ուժերը վերակազմավորվել ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Իրականացնել ռազմատեխնիկական համագործակցություն միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ընդ որում ՆԱՏՕ-ի հետ կապված ես ասել նման ծրագրի մի ժամանակ Բրիտանիան 1918 թվականի փետրվար-մարտ ամիսներին այստեղ պլանավորել Կովկասյան Սեյմով Հարավկովկասյան 3 հանրապետությունների միացած զինված ուժեր, որը պատերազմել բոլշևիկյան Ռուսաստան դեմ։ Սցենարը նույնն է, նպատակը նույնն է՝ թիրախը Ռուսաստանը։ Տեղեկատվական քարոզչական կապի, հատուկ կապի ոլորտում ամբողջովին վերահսկելի դարձնել առաջին նպատին Թուրքիայի համապատասխան կառույցների կողմից միաժամանակ մեծացնելով այդ ոլորտներում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համապատասխան ծառայությունների ազդեցությունները։ Տնտեսական եւ ժողովրդագրական ոլորտներում հոսանքի արտադրության եւ դրա փոխանցման հզորությունները բացահայտ կամ միջնորդավորված վաճառել թուրքական ընկերություններին։ Հետո բացահայտ կամ միջնորդավորված ձևով վաճառել թուրքական ընկերություններին, իրականացնել ռուսական գազը ադրբեջանական փոխարինելու քաղաքականություն։ Ադրբեջանը թուրքական նավթամթերքները փոխարինել ռուսականով, ռուսական փոխարինել ուկրաինականով եւ ղազախականով։ Նախաձեռնել ռուսական երկաթուղիների դուստր ընկերության Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կոնտրոլով կառավարումը Ռուսաստանի Դաշնությունից երրորդ երկրին փոխանցելու գործընթաց, իսկ հիմա ամենայն հավանականությամբ այդ երրորդն արդեն հանդես է գալիս Ղազախստանը, որը թուրքական պետությունների կազմակերպության հիմնադիր անդամ է։ Սա պատական չի։ Ուղղակի այն չեն տալիս, բայց հասկանալ է, թե ինչու Ղազախստանը փոխանցում։ Փակել մեծարի ատոմակայանը։ Հայաստանի ֆինանսավորման կողմից առաջին անգամ Հայաստանում կառուցել մոդուլային ատոմակայան։ Այս պատկանները մենք ենք հանձնելու ԱՄՆ-ի համար, որտեղ առաջին անգամ է դա կառուցվելու։ Հաջորդ բիոմետրիկի արտադրության, դեղագործության, արհեստական բանականության ոլորտների ամբողջական կառավարումը հանձնել թուրքական եւ ամերիկյան ընկերություններին։ Հայաստանի արտաքին եւ ներքին պարտքը դարձնել ՀՆԱ-ի 100%-ի չափով։ Հայաստանը ամբողջովին դուրս մղել ռուսական սեփականություն հանձնացող եւ վերամշակման իրավունք ունեցող հանքարդյունաբերական ընկերությունները։
Երաշխավորել եւ ապահովել Ադրբեջանից 100,000 փաստականների վերադարձը Հայաստանի այն շրջանները, որոնք սահմանակցում են Ադրբեջանի եւ Թուրքիային։ Ընդունել Հնդկաստանի Պենջաբ նահանգից տասնյակ եթե ոչ 100,000 ներգաղթյալներ։ Ապահովել 100,000 Հայաստանի քաղաքացիների արտագաղթը։ Հոգևոր ազգակական ոլորտում ինչ են պատրաստվում։ Շարունակել թիրախավորում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նոր Սուրբ Օծություն տերտել Գարեգին ամենայն հարուստ կաթողիկոսի նկատմամբ։ Հայաստանի թեմերի միջոցով Հայաստանի նոր առաքելական եկեղեցի ստեղծելու նպատակով իրականացնել աշխատանքներ վեհապար հայրապետ նկատմամբ հրաժարական պահանջը կյանքի կոչելու համար։ Եթե դա ստացվի, ապա հրաժարությունները բացարձակ վերահսկողություն են իրականացնելու նորաստեղծ եկեղեցիով իրենց կողմից մշակված նոր կաթողիկոսի նկատմամբ։ Եվ վերջում սահմանային հարցեր, հակիրճ հանձնել անվտանգային նշանակություն ունեցող տարածքներ Ադրբեջանին անկլավների անվան ներքո Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց-Ձորի եւ Էրգինաձորի մարզերից 5 կիլոմետր երկարությամբ տեղափոխել Տավուշի մարզում անցնող Ռուսաստան-Հայաստան գազամուղան, որոնք գործնական արդեն այդ աշխատանքները ոնց որ պատրաստում են սկսել։ Սահմանափակել սահմանագծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմաններ Ադրբեջանի կողմից ներկայացված քարտեզներ, որտեղ որոնց մեկը կասկաշունն է, իրենց քարտեզներն են հիմք լինելու սահմանագծման եւ սահմանազատման։ Հաջորդ Ադրբեջանական զինուժը տարբեր պատրվակներով չի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև գտնվող սահմանի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներից։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացնում է քաղաքականություն Հայաստանի սահմանամերձ գյուղերում թվով 229 դպրոցների փակման գործողություն 2026 սեպտեմբերի 1-ից։ Սա արդեն որոշում է 21 թվականի իրավական ակտով, իսկ հիմա 26 սեպտեմբերի 1-ին կյանքի է կոչել։ Ուղղակի նպաստելով սահմանամերձ բնակարան դատարկմանը երիտասարդ ընտանիքները, եթե երեխաները դպրոց մանկապարտեզ չկա, հիվանդանոց չկա, վստահաբար գնալու են համայնքային կենտրոններ, այդտեղից էլ Երևան։ Այսինքն արտադարձը սկսում է գյուղերից համայնքային կենտրոն, քաղաքներ, հետո Երևան, Երևանից էլ Ռուսաստան եւ այլ երկրներ։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գտնող հայկական բոլոր բնակիչները գտնում են տոտալ վախի, անհուսության եւ հեռանկարի բացակայության պայմաններում։ Եվ վերջում այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին ձեռնոցն է տած Հայաստանի նորատուր Տրամփիկը, որը հայտնի է նաև այլասերվածությունների քարոզչության, աստղային հաստող փառասիրության եւ անչափելի ստախոսության մեջ, որը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր զինվորների ծնողները, Հանրապետության զինվորների ծնողները գիշերները հանգիստ են քնում, իսկ քաղաքացիները կարող են ավելի հանգիստ ապրել։ Նման գնահատականը եւ պնդումը քաղաքական ռետորիկական մաս է, այնպես ինչպես Սույն նորաթուխը ասում է, որ եթե ինքը չընտրվի, ապա սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմելու Հայաստանի հետ, այսինքն լինելու աղետաբեր պատերազմ։ Ես հատուկ ձևով ուղղակի թվարկեցի ժամանակի սղության պատճառով, սիրով պատասխանեմ, շնորհակալություն։